Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այս թողարկման ընթացքում դիտեք։ Մայրաթորը դիմել է ոստիկանություն կարգալույծ արված Տեր Արամի ներխուժումը կանխելու համար, նախկին քահանան շարունակում է Հովանավանքում հոգևոր ծեսեր մատուցել։ Ընդդիմություն իշխանություն հակադարձումներն այսօր մինչև մարդու իրավունքները կոպտորեն խախտող Չեչնյան 18 տարի ղեկավարող Ռամզան Կադիրովին հասան։ Եվ այստեղ ոգևորությամբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ սատարում մի կարգալույծ հոգևորականի, ում քաղաքական իդեալը Կադիրովն է։ Ինչ եք խոսում երկրի ղեկավարի մասին, վատ երանքով, ինչ որ վատ բան կա Կադիրովի հետ կապված, ինչ որ կարծիք ունեք։ Պաշտպանություն Վարդան Ղուկասյանի հավաքներին մասնակցելու հրահանգներ իջեցնելու գործով Գյումրիում ձերբակալվել է ՔՊԱ-ական падգամավորի զոքանչը։ Միանշանակ իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները, միանշանակ այո ԿՊ-ի։ Facebook-յան գրառման համար կալանավորված ընդդիմադիր փաստաբան Կոչուբաևի գործի քննությունը իրավապահներից ուղիղ 1 շաբաթ խլեց։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների դեմ բողոքող վարորդների խնդրին ԵՏՄ-ում այսօր անդրադարձ եղել է, հարցին լուծում դեռ ոչ։ Վրաստանի նախկին վարչապետին առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրվել։ Մայրաթորը դիմել է ոստիկանություն կարգալույծ արված Տեր Արամի, ինչպես ձևակերպել են Հովանավանք ներխուժումը կանխելու համար։ Ներողություն, դրան զուգահեռ երեկվա ձախողված փորձից հետո տարածվեց Էջմիածնի հորդորը իրավապահներին ապահովել սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը։ Ոստիկանական հսկողության պայմաններում, սակայն նախկին քահանան շարունակում է իր աջակիցների հետ Հովանավանքում մնալ եւ հոգեվոր ծեսեր մատուցել։ Ավելի շատ Աստծո հետ խոսենք, քան մարդու։ Չէ, թող մնա, ջաջարա, Ձյաձարամը 3 Հովանավանքում քաշքշում էր մեր օպերատորին։ Այսօր նա եւ կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանայի մյուս աջակիցները աղոթքի էին։ Նախկին քահանան նրանց ներս հրավիրեց համերաշխության ու սիրո աղոթքի ասած։ Ստեփան Ասատրյանը նախկին քահանան վանքից հեռանալ չի պատրաստվում։ Այսօր այստեղ 2 պսակադրության եւ մի մկրտության արարողություն կատարեց։ Այսինքն այն մկրտությունը ինչ որ անում է կարգալույծ հռչակված հոգևորական Մայրաթորի կողմից դա համարվում է անվավեր, իսկեն կամ եղած կամ չեղած, բայց ընդրությունը ձերն է, ով կկատարի։ Ես իրա հետ եմ խոսացել։ Ընդրությունը ձերն է։ Հովանավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան մկրտության եկածներին բացատրում էր քահանան կարգալույծ է հռչակվել, սակայն նրանք հավաստիացում լսեցին նախկին քահանայից, որ մկրտության վկայական կլինի։ Արարողության ավարտին, երբ հարցրինք, թե որտեղից է վկայական տալու, Տեր Արամն ասաց, իրենք չեն էլ ուզել։ Իրենք վկայական չեն ուզել։ Թե մկրտության ու թե 2 պսակադրությունների արարողությունները, որ կատարեց նախկին քահանան, հսկում էին նրա աջակիցները։ Նրանցից մի քանիսը նաև անարգել ելումուտ էին անում ավանդատան տարածք, ուղեկցում նախկին քահանային։ Վանքի տարածքում նաև բազմաթիվ ոստիկաններ էին ծառայողական կամ քաղաքացիական հագուստով։ Այս տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցուն եւ կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժումը, այսինքն այդ տարածքից հեռացնել անցանկալի անձին։ Արարողությունների պահին տարածք եկավ Մայրաթորի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հովանավանքի սեփականության փաստաթղթերով Ստեփան Ասատրյանը կարող է զբոսնել այստեղ, բայց արարողությունների իրավունք չունի, շեշտեց փաստաբանը։ Ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված հոգևորական չէ։ Այսինքն Ստեփան Ասատրյանին չի արգելվում այս տարածքում զբոսնելը, նույնիսկ եկեղեցու մեջ մտնելը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը։ Ըստ Արա Զոհրաբյանի Մայրաթորը ոստիկանություն դիմում է ուղարկել։ Կարգալույծ քահանայի չհեռանալը որակում է ներխուժում, իսկ կիրակի նրա պլանավորած պատարագը, որին վարչապետն էլ է մասնակցելու, ծեսի խոչընդոտում։ Այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործում, եւ որովհետեւ մեկով կխոչընդոտի այդ ծեսին, բնականաբար
նույնպես կունենա խնդիր օրենքի հետ։ Ոստիկանների հետ բանակցությունը որևէ արդյունք չտվեց, կարգալույց քահանան շարունակում էր պսակել զույգերին։ Զուտ արձանագրում ենք խախտման փաստը, որովհետև ինչպես տեսնում ենք, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, կան նաև ծպտված ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստով են եւ նաև հանդես են գալիս իբրև հետաքրքրասեր քաղաքացի կամ համայնքի անդամ։ Բնականաբար մեր խնդիրը կոնֆլիկտ հրահարել չէ, մեր խնդիրը խաղաղ ճանապարհով սա լուծելն է։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Մայրաթորը, այստեղ շեշտել են նախկին հոգևորականը իր քայլերով խոչընդոտում է այստեղ ծառայող քահանաների աշխատանքը, պղծում սրբավայրը։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Էջմիածինն իրավապահներին հորդորում է մեջբերում կանխել ապօրինություններն ու ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան, որին երեք շրջապատել էին կարգալույց քահանան ու նրա աջակիցները, այսօր ասաց, որ իրեն հորդորում էին հոգեվոր ծեսեր չանել։ Ինձ հորդորեցին, ասացին, որ այլևս չեն ուզում այստեղ իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունը այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարա կարգալույց անել։ Կաթողիկոսը չի կարա կինոյի նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտենաս։ Երեք երկարագածոտնի թեմի հոգևորականները եկել էին կարգալույց հոգևորականին ծանուցելու, որ հեռանավանքից հանձնի բանալիները, նախկին քահանան նրանց ճանապարհեց գնացեք ստեղից բարերով, աջակիցները դավայ ստեղից բարերով։ Այսօր էլ հերթական պսակադրությունից առաջ կարգալույց քահանան հասկացրեց, Մայրաթորի ներկայացրած իրավական պահանջին նույնպես ենթարկվել չի պատրաստվում։ Չեմ կարող պատասխանել։ Չունեմ այդ հարցերի պատասխանները։ Թող դիմեն ժողովրդին, ժողովուրդը կտա այդ հարցերի պատասխանը։ Ըստ եկեղեցական կարգի պիտի պատարագը մատուցեմ ես։ Իսկ մինչև Կիրակի կտեսնենք ինչ կլինի։ Հովանավանքի քահանա Տեր Սարգիսը կիրակնորյա պատարագի մասին է խոսում։ Որոշված է, որ ինքը կպատարագի, բայց այսօր ծանուցում է ստացել քննչական կոմիտեից։ Հենց կիրակի նրան հարցաքննության են կանչել։ Բռնաճնշումներ թե իրավական գործընթաց, հենց եկեղեցու շուրջ կատարվողի օրինակներով ընդդիմադիրները այսօր ազգային ժողովում պնդում էին ստալինյան ժամանակների շունչն է Հայաստանում թևածում։ Քաղաքական պատվերը հերքող իշխանության հակափաստարկներն էին նախկինների եւ նրանց գործերի շուրջ էին պտտվում։ Ժողովուրդ ջան, այո, երկրում 37 թվի մթնոլորտ է։ Քաղաքական հետապնդումներ, գաղտնալսումներ, երկակի ստանդարտներ։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր կոնկրետ օրինակներով էր փորձում ցույց տալ, որ Հայաստանում բռնաճնշումներ են։ Ուզում եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արշավը անձամբ վեհապարի նկատմամբ։ Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը գաղտնալսված երկու տարբեր ձայնագրություններ համեմատեց։ Իշխանական մամուլը օրերս հրապարակեց մի հեռախոսազրույց, որում ենթադրաբար Նաթան Սրբազանը խոսում է մի քահանայի հետ, ով բողոքում է, թե իրեն վեհապարը ստիպում է մասնակցել ընդդիմության ցույցերին։ Քննչական կոմիտեն անմիջապես քրեական վարույթ հարուցեց ոչ թե ապօրինի ձայնագրության փաստով, այլ հանրահավաքներին հարկադրաբար մասնակից դարձնելու հոդվածով։ Իսկ դուք այս մի ձայնագրությունը հիշում եք։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց մեկ այլ գաղտնալսված ձայնագրություն, որում Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀԿԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում էին ՀԱԲ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը, բայց այս դեպքում արդեն քրեական գործ հարուցվեց ապօրինի ձայնագրության փաստով։ Վարչապետ, հիմա նայեք, Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի։ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, ԱԱԾ պետը վարչապետին։ Հիմա գիտեք ինչ եղավ այս ձայնագրության հետ։ Չէ, դուք վարույթ չառուցեցիք, որ ուզում ենք Խաչատուրովին կալանքի տանել, ԱԱԾ պետը Սասուն Խաչատրյանը դա քննարկում է։ Վարույթը հարուցվեց, որ ձայնագրությունը եղել է ապօրինի։ Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե կոնկրետ երբ եւ ինչու Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը կաթողիկոսի դեմ։ Ընդդիմադիր պատգամավորը հարց տվեց այն բոլոր բամբասանքները, որոնք Փաշինյանն այսօր վերագրում է կաթողիկոսին։ Դրանց մասին նա տեղյակ չէր 2018-ից սկսած, երբ սելֆիներ էր անում վեհապարի հետ, եւ ինչու 2024-ից հետո սկսեց հիշել այդ ամենի մասին։ Թե այդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում
Խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Մինչև 24 թվականը այս մարդիկ ձայն ու ծպտուն չեն հանել։ Սկսել են խոսել բացառապես այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվեր է իջեցվել, հայկական ամենակարևոր ինքնությունը պահպանող ինստիտուտներից մեկը վերացնել։ Սա է մոտիվը։ Աննա Գրիգորյանը նկատեց, որ վեհափարի դեմ պայքարում իշխանությունը սատարում է կարգալույս մի քահանայի, ում իդեալը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն է։ Խոսքը կարգալույց արված Ստեփան Ասատրյանի մասին է, ով երեք վերահաստատել էր դիրքորոշումը, որ Հայաստանին Կադիրովի նման ղեկավար է պետք։ Ճիշտն ասած, հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Եվ սխալ չեմ համարում։ Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Միգուցե Չեչնիայի ժողովուրդը իրեն շատ սիրում է։ Եթե ձեր բառապաշարով խոսեի, մի փայլուն ռսաստրուկ, բա գնացեք, այո, գնացեք Կիրակի օրը, կարգալույց եղածի պատարագին մասնակցեք, Կադիրովի անունով կերթվեք։ Ռամզան Կադիրովին շտապեց պաշտպանել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դուք ձեզ թույլ եք տալիս վատ երանգով խոսել երկրի ղեկավարի մասին։ Ինչ եք խոսում երկրի ղեկավարի մասին, վատ երանգով, ինչ որ վատ բան կա Կադիրովի հետ կապված, ինչ որ կարծիք ունեք, դուրս եկեք ասեք, դուք քաղաքական մարմին եք ներկայացնում։ Անթույլատրելի համարելով ազգային ժողովում Չեչնիայի ղեկավարի հասցեին վատ երանգով խոսելը, Ալեն Սիմոնյանն ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին նաև հիշեցրեց նախկինների մասին։ Մասնարապես թե ինչպես էին միջազգային կառույցները Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խոսում քաղբանտարկյալների արկայության մասին, ինչպես էին ընտրությունները կեղծվում, իսկ Երևանի կենտրոնում մարդիկ գնդակահարվում։ Այսինքն չի կարելի այնց բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Եվ այն մարդիկ, ովքեր համարձակվում են ընդդիմադիր հայացքներ ունենալ, այո, իրենց հետևից պետքա մի ամբողջ գումարտակ ուղարկել, մասկի շոուներ անել, պոլին պարկացնել, ասֆալտին փռել։ Սա է այն երկակի ստանդարտները, որի շրջանակներում մենք ապրում ենք։ Բա դուք պոլին պարկած չեք ուզում եմ հասկանամ։ Ժամանակի հարց է։ Ձեր մի քիչ սափրված լինելը, սրտիկ անելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Ընդդիմադիրների խոսքով ամեն առավոտ Facebook-յան էջում ժողովրդին սրտիկներ ուղարկելով Փաշինյանն իրավիճակը չի կարող փոխել։ Նրա իշխանության ոչ ժողովրդավար լինելու փաստն ըստ ընդդիմադիր պատգամավորների ի ցույց է դրվում վարչապետի SMS-ով բարձրագույն դատական խորհրդի նախագահային աշխատանքից հանելով եւ երկրում այլակարծությունը ճնշելով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը առավոտը վերակենում մի քիչ էլ իմ կարծիքով անտաղան ձևով սրտիկա ցույց տալիս ամբողջ ժողովրդին ու ասում սիրում եմ ձեզ։ Կեսօրին հրաման է տալիս ընդդիմախոսներին նորից ասֆալտին փռել։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում օրը սկսում է Facebook-յան էջում ամենատարբեր երգերի ուղեկցությամբ լուր սրտիկներ ցույց տալով։ Բոլոր սրտիկները սակայն ունեն նույն տեքստը՝ սիրում եմ բոլորիդ։ Իրեւ չնայած հայաստանյան ընդդիմությունը Փաշինյանի սրտիկային нոր тренда անտաղանդ է որակում, սակայն հատկապես ռուսական սոցիալական հարթակում այն մեծ արձագանք է ստացել։ Никто не ожидал, что премьер-министр Армении окажется настолько современным, что ему захочется пойти в ТикТок. Նոր զարգացումներ Գյումրիում քաղաքապետի կալանավորումից հետո իրավապահներն առանց հապաղելու գնում են իշխանականների ահազանգերի հետքերով։ Ի աջակցություն Վարդան Ղուկասյանի ըստ ՔՊԱ-ականների այդ օրը Գյումրիի որոշ մանկապարտեզների աշխատանքն է դադարեցվել։ Աշխատակիցներին էլ հրահանգ իջեցվել միանալ Ղուկասյանի ձերբակալությունը խոչընդոտող հավաքին։ 4 օր անց արդեն ձերբակալվածներ կան։ 2 տարի առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանի ահազանգը թե Երևանում ՔՊԱ-ական Տիգրան Ավինյանի քարոզարշավին մանկապարտեզների աշխատակիցներ էին բերվում, անգամ ընթացք չստացավ։ Երեք Գյումրիի համայնքապետարանից ձերբակալված 3 կանանցից մեկը ՔՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Ըստ քննչականի կրթության բաժնի 3 աշխատակիցները աշխատանքից ազատելու սպառնալիքով մյուսներին ցուցում են տվել, որպեսզի հրահանգեն իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին, երեխաներին տուն ուղարկել եւ իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել Գյումրու քաղաքապետարան, թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին
երբ իրավապահները կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալում էին Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին, իսկ քաղաքապետարանի դիմաց նրա աջակիցների հավաքն էր, տեղի ՔՊԱ-ականները տեսանյութեր էին հրապարակում փակ մանկապարտեզներից։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր նախ զարմացավ, թե որտեղից մեզ նման տեղեկություն, որ ձերբակալվածը իր զոքանչն է, ապա հաստատեց. Ես չգիտեմ նման տեղեկատվություն ձեզ որտեղից, ես էլ եմ իմացել, այս պահին հստակ տվյալներ չունեմ։ Այսինքն ձեր զոքանչն է։ Վարդուհի Փիլոյանը իմ զոքանչն է, բայց թե ինչ կարգավիճակ եւ ինչի հետևանքով է իմ զոքանչը աշխատում է, այո, Գյումրու համայնքապետարանում առաջատար մասնագետ է եւ մնացած մանրամասներին այս պահին չեմ տիրապետում։ Սարուխանյանը հավելեց, կապ չունի ով է ձերբակալվածը, եթե կա օրենքի խախտում, պետք է պատասխանատվություն կրեն։ Իսկ ինչպես է ստացվել, որ Վարդան Ղուկասյանի ամենակոշտ քննադատի զոքանչն աջակցել է Վարդան Ղուկասյանին, արդյոք տարբեր հայացքներ ունեն։ Միանշանակ իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները եւ եթե նման բան է եղել, միանշանակ այո ԿՊ-ի Սարուխանյանը պնդում է, թե զոքանչին պարտադրել են։ Իմ ունեցած տեղեկություններով համայնքապետարանի աշխատակիցներին, անկախ իրենց հայացքներից, որոշ պաշտոնյաներ պարտադրել են, ստիպել են, որպեսզի իրենք հեռախոսազանգեր կատարեն։ Մնացածը արդեն կպարզի համապատասխան մարմինները, դա արդեն մեր տիրույթի հարց չէ, բայց այն, որ պարտադրանքներ եղել է, դա ես իմացել եմ, որ ստիպել են այդ խառը իրավիճակում։ Ավելի վաղ էլ քաղաքապետի խորհրդականն ու բաժիններից մեկի ղեկավարին էին ձերբակալել, վաղը կլրանա 72 ժամը, նրանց կամ մեղադրանք է առաջադրվելու կամ ազատ են արձակելու։ Թե ընդհանուր քանի ձերբակալված կա հոկտեմբերի 20-ին հարուցած քրեական վարույթի շրջանակներում, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել ու խափանման միջոց ընտրվել, դեռ այդքան էլ հստակ չէ։ Քննչականից խոստացել են ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն։ Իմի բերելով այս օրերին իրավապահների հայտնած տեղեկությունները, ստացվում է Գյումրիում հոկտեմբերի 20-ի իրադարձությունների հետևանքով ավելի քան 4 տասնյակ մարդ է ձերբակալվել շաբաթվա սկզբից։ Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, 15 հոգի արդեն կալանքի տակ է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը երեկ հանրայինի եթերում անդրադարձավ հարցին, թե Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ ինչու են այդքան շատ ոստիկաններ բերվել Գյումրի։ Քաղաքապետարանի շենք են գնացել խուզարկություն կատարող քննիչները, նրանց աջակցող օպերլիազորները եւ ոստիկանության որոշակի աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ։ Հետագայում, երբ որ process-ը ընթացքի մեջ էր, մենք ականատես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ կատարվեցին, որով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի օրինական գործողություններին եւ արգելել, որպեսզի վարույթ իրականացնող քննիչը ի կատարածի անձին ձերբակալելու մասին որոշումը։ Այդ տվյալ պահից սկսած բնականաբար նոր ուժեր ներգրավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունների կատարումը ապահովել։ Իսկ թե ինչու չէին ծանուցել, որ իրավապահներին ներկայանա, ասաց թե մենք առաջին գործողությունը, որ անում ենք ոչ միայն այս դեպքում, այլ նաև բազմաթիվ այլ վարույթներով, դա խուզարկություններն են, այսինքն միաժամանակյա խուզարկություններ են կատարվում։ Սույն դեպքով եւս միաժամանակյա, եթե չեմ սխալվում, 10 եւ ավելի հասցեներում կատարվել են խուզարկություններ։ Խուզարկությունը բնականաբար ինքը իրենից արդեն իսկ ենթադրում է անակնկալ գործողություն, այլապես այն կհամարվեր ինքնանպատակ։ Անակնկալ գործողությունների դեպքում մենք չենք կարող վարույթի մասնակիցներին ծանուցել, որ այսինչ օրը, այսինչ ժամին գալու ենք ձեր մոտ խուզարկության կամ դուք ձերբակալվելու եք։ Ինչու են իրավապահները վազում ու վազեցնում նաև Վարդան Ղուկասյանին։ Հավանաբար նպատակը այն էր, որպեսզի այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար հասանելիություն ունենար Վարդան Ղուկասյանին։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանի փաստաբաններից Զարուհի Փոստանջյանը այսօր ահազանգել է, թե Գյումրիի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք են պատրաստվում առաջադրել։ Իրավապահներն առայժմ այս մասին տեղեկություն չեն հայտնել։
Ընդդիմադիր մեկ այլ քաղաքապետ Մասիսը ղեկավարող ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն էլ այս օրերին դատապարտվեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Դատը 6 տարի է ընթանում էր, ինքը Համբարձումյանը իր նկատմամբ ինչպես ձևակերպել է շուտափույթ պատիժը քաղաքական է որակում։ Թիմակից հանրապետականները նույնպես։ Հայաստանում չէ, խոստանում է վերադառնալ։ Իշխանությունը պատահական չի համարում, որ հենց Համբարձումյանն է դարձել իմպիչմենտի գործընթաց նախաձեռնած ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, որ այս զարգացման դեպքում քաղաքական հալածյալ ներկայացվի։ Այն ինչ տեղի ունենում Դավիթ Համբարձումյանի հետ քաղաքական հետապնդումը, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցիկությամբ եւ մի քանի անգամ ԿՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով, եւ թե իհարկե նաեւ իր իմպիչմենտի թեկնածու լինելու, պատիվ ունեմ խմբակցության կողմից առաջադրված թեկնածու լինելու փաստով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը իմպիչմենտի գործընթացից դա մեկ։ Երկրորդ, վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների, փաստացի այդ թվում նաեւ իր ազատության եւ ամենակարևորը իշխանապողության համար։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ասածներին, ուրեմն կետ առաջին Սիմոնյանը նաեւ ասում է Արցախը չեն հանձնել։ Հետո այսինքն ինչքան նա է ճշմարտության հետ կապ ունի, այդքան էլ սա մեկ։ Երկրորդը ԿՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա իրականացվում, ներկայացնելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում։ Այսինքն այն ինչի մասին սա գրված է Համբարձումյանի հայտարարության մեջ, դա գյուղերից մեկում տեղի ունեցած դրվագ է, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ այժմ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում, բայց կազմակերպիչ կա։ Բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Այս ինչ տրամաբանություն է։ Այսինքն այդ մարդը որ տես ջիպից դուրս եկե հեղափոխության ժամանակ մարդ էր տշում, մարդ էր խփում, բաներ անում, այդ դուք ուրիշ հարց տվեք, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք, ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես թեկնածու, այդ տաղուն ով էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել բանը Սերժ Սարգսյանը ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ, հարց եմ տալի քաղաքական առումով, ում է պետք Դավիթ Համբարձումյանը, ում է հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Facebook-յան գրառման համար կալանավորված ընդդիմադիր փաստաբան Կոչուբաևի գործի քննությունը իրավապահներից ուղիղ 1 շաբաթ խլեց։ Ռուսաստանի միգրացիոն խստացումների դեմ բողոքող վարորդների խնդրին ԵՏՄ-ում այսօր անդրադարձ եղել է, հարցին լուծում դեռ ոչ։ Վրաստանի նախկին վարչապետին առանձնապես խոշոր չափերի անօրինական եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրվել։ Փաստաբանների պալատում այսօր ասուլիս էր գործընկերների նկատմամբ իրավապահների վերջին գործողությունների հետքերով։ 1 շաբաթում ընդդիմադիրների շահերը պաշտպանող եւ իշխանապողության հայտ ներկայացնող շարժման անդամ 2 փաստաբան կալանավորվեց։ Պալատում ընդգծված բացասական վերաբերմունք եւ իրավունքի խախտումներ են տեսնում։ Facebook-յան կոշտ գրառման համար 1 շաբաթ առաջ կալանավորված փաստաբանի գործը քննչականը քննեց ուղիղ 1 շաբաթում, ավարտեց նախաքննությունն ու ուղարկեց դատախազին։
Ալեքսանդր Կոչուբաևին դատական նիստից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել էին գետնին տապալելով։ Նրան մեղադրում են հոգևորականներին կալանավորելուց հետո դատախազների, քննիչների ու դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու հոդվածով։ Կարելի է տարբեր կերպ անվանել, վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայրախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչա, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Անդիմադիրների գործերով հայտնի փաստաբանի գործընկերներն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեցին Վարդաշենի բանտում պահվող Կոչուբաևի հետ կատարվածն անհամաչափ պատժողական մի գործողություն էր, իրավական տեռոր։ Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով Կոչուբաևին դատում են իր գրառման համար, ընդ որում նրան վերագրում են մի արարք, որը գրառմամբ չի արել։ 490-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պատժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին մեր համոզմամբ հետապնդում էր բացառապես Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու հնարավորություն ստեղծելու եւ այդ միջոցով նաեւ նրան պատժելու ուրեմն ակնկալիք։ Հոգևորականների կալանավորումից զայրացած փաստաբանը Facebook-ում դատախազներին ու դատավորներին անվանել էր մեջբերում, վիժվածքներ, հոգին սատանային վաճառածներ, շանտղաներ։ Նրան ձերբակալելուց հետո իրավապահները խուզարկել են նրա բնակարանը, գրասենյակը, առգրավել են հեռախոսը, համակարգիչը, կրիչներ, որոնց մեջ կան փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Այսօր իր մտահոգություններ հայտնում փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Սա անթույլատրելի երևույթ է եւ մենք դուք գիտեք, որ նաեւ արկա իրավակարգավորումներով եւ միջազգային պրակտիկով արգելվում է առգրավել փաստաբանի անձնական կրիչները, որտեղ այդտեղ ունենք փաստաբանական գաղտնիք եւ առնչվում է մի շարք վստահորդների շահերին։ Չնայած փաստաբանների պալատի նախագահը Կոչուբաևի գրառումը տեղին չի համարում, բայց եւ պնդում է, դա ամենևին չի նշանակում, որ փաստաբանի հետ այդպես պետք է վարվեին։ Անկեղծ անձնական կարծիքս կասեմ, բնականաբար ողջունելի չի եւ տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին։ Սակայն հարցը դա չէր, հարցը այն էր, թե այդ ենթադրյալ արարքի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը ինչպիսին էր։ Ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառում են անհամաչափ միջոցներ։ Փաստաբանների պալատում մտահոգված է նաև մեկ ուրիշ փաստաբանի՝ մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանի կալանավորմամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Վարազդատ Հարությունյանը նրա փաստաբանն է։ Պարոն Մխիթարյանը առաջին անգամ երբ ժամանում է համայնքապետարան, ոստիկանների հետ բանակցում է, որպեսզի ներս մտնի համայնքապետարան, հաշվի առնելով, որ ինքը փաստաբան է եւ ներսը ունի վստահորդներ, որոնց պիտի իրավաբանական օգնություն տրամադրի։ 2 ամսով կալանավորված փաստաբանին իրավապահները մեղադրում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ քաղաքապետարանի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար։ Ռուբեն Մխիթարյանը արդեն համայնքապետարանից դուրս գալուց հետո անկախ իր ցանկությունից հայտնվում է մի իրադրության մեջ, երբ երկուստեք ցուցարարները եւ ոստիկանները ինչ որ հրմշտոցի եւ ինչ-որ խառը իրավիճակի մեջ ալին։ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։ Փաստաբանն ընդգծում է, Մխիթարյանի մասնագիտական գործունեությունն է սահմանափակվել, ոչ թե նա է խոչընդոտել այդ պահին իրավապահների գործողություններին, նա այնտեղ էր, որպեսզի պաշտպանի քաղաքացիներին։ Ու ահազանգում չեն պատրաստվում լռել փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների մասին եւ ահազանգելու են նաեւ միջազգային գործընկերներին։ Վենետիկի հանձնաժողովը պատասխանելով Սահմանադրական դատարանի նախագահի դիմումին եզրակացրել է, որ Հայաստանի քրեական նոր օրենսգրքում հավաքների նյութապես շահագրգռելու դրույթը անորոշ է եւ խնդրահարույց։ Այն պետք է այնքան հստակ լինի, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացին հասկանա իր իրավունքներն ու պարտականությունները, եզրահանգել են միջազգային անկախ փորձագետները։ Անցած տարի ամռանն ընդդիմադիր падգամավորները դիմել էին բարձր դատարան, խնդրել ուսումնասիրել քրեական օրենսգրքի հավաքներին մասնակցելիս նյութապես շահագրգռելու դրույթն ու տալ գնահատական։ Արդյոք սա համապատասխանում է սահմանադրությանը, արդյոք օրինական է քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելու համար գումար է ծախսում։ Օրինակ տրանսպորտի, սննդի, ջրի, տարբեր պարագաների վրա, ինչու՞ չէ նաև գումար է տալիս հավաքին մարդկանց մասնակցելու համար։ Հայաստանի Սահմանադրական դատարանը կասեցրել էր գործի քննությունն ու դիմել Վենետիկի հանձնաժողով։ Մինչ հոդվածը կիրառվում է Հայաստանում, առայժմ հստակ չէ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը երբ կհրապարակվի։
ողջունելի է, որ Վենետիկի հանձնաժողովը ուրեմն հնարավորություն ունեցավ նաև սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա, ուշացած դիմումի հիման վրա, ուրեմն տալ կարծիք եւ ներկայացնել դրա այս հանցակազմի իրավական որոշակիության խնդիրները, նաև բովանդակային եւ տրամաբանական խնդիրները։ Այն իր իրավական որոշակիության տեսակետից անհստակության բարձրաստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից պատվեր իջեցնելու իրավապահ մարմիններին, որպեսզի հարուցվեն եւ իրականացվեն բազմաթիվ քրեական հետապնդումներ։ Այս դեպքում իշխանությունը այնպիսի կարգավորում էր մտցրել, որ հավաքի կազմակերպիչը, որը ողջամտորեն պարտավոր է հոգալ հավաքի մասնակիցների կամ կարող է հոգալ հավաքի մասնակիցների կեցության ծախսերը, սննդի ծախսերը կամ այլ որոշակի ծախսեր կատարել, այդ թվում տեխնիկայի հարցեր լուծել օրինակ, դա տրված իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հավասարեցվել էր հանցագործության։ Եվ այո, թվարկված անձինք հետապնդվել են այնպիսի գործողությունների համար, որոնք ողջամտորեն տեղավորվում են հավաքի կազմակերպման իրավաչափ կոնցեպտի մեջ, օրինական կոնցեպտի մեջ եւ որևէ պարագայում չէին կարող դիտարկվել որպես իրավախախտումներ, առավել եւս հանցագործություններ։ Վենետիկի հանձնաժողովն ասում է, սա ոչ որոշակի ուրեմն ձևակերպում է, երկրորդ աննորմալ է ենթադրել, որ հնարավոր չի կազմակերպել հավաք եւ հոգալ այդ մարդկանց հավաքին տրանսպորտացիայի, լոգիստիկայի, սնունդի, կեցության եւ նմանատիպ հարցեր։ Ընդհանրապես կարգավորումը շատ ավելի մեղմ պետք է լինի եւ չի կարող այն ոչ միայն իրավախախտում համարվել, առավել եւս քրեական պատասխանատվություն առաջացնել։ Այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է նաև հայ վարորդների Ռուսաստանում մնալու սահմանափակման հարցը։ Նիստին Հայաստանից տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ պաշտոնական Երևանի ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում են խնդրի հրատապությունը եւ աշխատում լուծման ուղղությամբ։ Ռուսաստանում հիմա շրջանառվում է գործող օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ։ Բողոքի ակցիաները դադարեցրած բեռնատարների վարորդները կառավարության այս կարճ հաղորդագրությունում չեն գտել իրենց հարցերի պատասխանները։ Շարունակում են պահանջել, որ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում մնալու 90 օրը կրկնապատկվի, հարցին լուծում չտալու դեպքում զգուշացնում նոր ակցիաների մասին։ Արտաքսման վտանգի առաջ կանգնած մարդիկ նախորդ շաբաթներին մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին արել, մինչև անգամ փակել էին Հայաստան մտնող սահմանային 3 անցակետերը։ Կառավարությունը մեզ խոսք կտավ է, որ իրանք ամսի 24-ին արդեն լուծում են տալու։ Մեզանից խնդրեցին, որ մենք ճանապարհները բացենք։ Այսօր 24-ն է, արդեն օրվա վերջ է։ Մենք ոչ մի պատասխան չենք ստանում։ Ուրեմն մեր անհնազանդության ակցիաները նորից սկսվելու է, ու մենք նորից փակելու ենք այս անգամ ոչ միջպետական սահմանները, այլ բոլոր քաղաք մտնող ելնող ճանապարհները արգելափակելու ենք, կաթվածարենք անելու երկիրը։ Իսկ դուք ինչ պատասխան եք ակնկալում այսօր լսել։ Բեմ որ ասում էր լավ հույսեր ունենք, ասել են որ լավ է լինելու։ Ձեր պատկերացմամբ լավը ո՞րն էր։ Որ այսօր իրանք նիստից հետո չեղյալ էին անելու այդ օրենքը կամ ներքին կարգով ուկազ էին տալու իրանց ոստիկանությանը, որ չարգելափակել վարորդներին ֆորի։ Մենք չենք սպասելու, որ բոլոր Հայաստանի ֆորի վարորդներին դեպարտացիա անեն։ Այսօր նորից եւս 6 վարորդի դեպարտացիա են արել։ Եթե սենց մնա, ովքեր չեն գնա, չեն ընկնի դեպարտացիայի տակ, իսկ եկողները ով գալու է, հիմա ընկնելու են զապրետի տակ։ Հիմա միջազգային ու տարածաշրջանի անցուդարձին անդրադառնանք։ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման, ավելի կոնկրետ պաշտոնյա լինելով բիզնեսով զբաղվելու համար։ Դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանման միջոց սահմանել 1 միլիոն լարի գրավը եւ պարտավորեցնել նրան հանձնել անձնագիրը։ Ըստ դատախազության Ղարիբաշվիլին ընդունել է մեղքը։ Ռուս-ուկրաինական կարգավորման մասին Մոսկվան եւ Վաշինգտոնը հայտարարություններ են փոխանակում։ Հիմնական թեման Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներն են, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար սահմանվեցին։
Диалог всегда лучше, чем какая-то конфронтация. Մոսկվան ցանկանում է շարունակել Վաշինգտոնի հետ երկխոսությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ չեղարկել է Բուդապեշտում երկու առաջնորդների նախատեսված հանդիպումը։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ խոսքը ավելի շուտ հանդիպումը հետաձգելու, ոչ թե չեղարկելու մասին է։ Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան ցանկացած բախում, ցանկացած վեճ կամ առավել եւս պատերազմ։ Тем более война. Поэтому Ահա թե ինչու մենք միշտ կողմ ենք եղել եւ շարունակում ենք կողմ լինել երկխոսությանը։ сейчас это поддерживает. Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան Թոմահոք հրթիռներ տրամադրելու հնարավորությանը, որոնցով Կիևը կկարողանա հարվածել Ռուսաստանի խորքերին, Պուտինն ասել է, դա լարվածությունը սրելու փորձ է։ Այդուհանդերձ, եթե նման զենքերով հարվածեն Ռուսաստանին, ապա պատասխանը շատ լուրջ կլինի։ Ես նույնիսկ ասեի ջախջախիչ կլինի։ Թող մտածեն դրա մասին, շեշտել է նա։ Если не сказать ошеломляюще. Пусть они об этом подумают. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելով Միացյալ Նահանգները ոչ բարեկամական քայլ է արել, հայտարարել է Կրեմլի ղեկավարը, հավելելով, որ դրանով ԱՄՆ վարչակազմը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր-նոր են սկսել վերականգնվել։ Ամեն դեպքում պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա, վստահեցրել է նա։ Теперь, что касается новых санкций. Այո, պատժամիջոցները մեզ համար լուրջ են։ Իհարկե հասկանալի է, որ դրանք որոշակի հետևանքներ կունենան, բայց միևնույն է, էապես չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա։ Но существенно все-таки не скажутся на нашем экономическом самочувствии. Թրամփը արձագանքել է ասելով, որ պատժամիջոցների ազդեցության մասին կխոսեն 6 ամիս հետո։ Ուրախ եմ, որ նա այդպես է մտածում։ 6 ամիս հետո կպատմեմ ձեզ այդ մասին։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ, լրագրողներին ասել է նա։ Սպիտակ տան խոսնակն իր հերթին հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվել է, քանզի ըստ Թրամփի Պուտինը խաղաղության հասնելու ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրել։ Քերոլայն Լևիթն ընդգծել է առաջնորդների հանդիպումը դեռ կարող է տեղի ունենալ, բայց Վաշինգտոնը պետք է վստահ լինի, որ այն արդյունավետ կլինի։ Կարծում եմ նախագահը եւ ողջ վարչակազմը հուսով են, որ մի օր հանդիպումը կարող է տեղի ունենալ, բայց ուզում ենք վստահ լինել, որ այդ հանդիպումը կհանգեցնի շոշափելի դրական արդյունքի։ Ու մինչ Պուտին-Թրամփ հանդիպումը հետաձգված է, իսկ խաղաղության հեռանկարը անորոշ, Եվրոպական միության առաջնորդները երեք չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային օգնելու նպատակով օգտագործելու հարցի շուրջ։ Հարցի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր։ Դաշինքը սակայն համաձայնել է հաջորդ 2 տարիներին ֆինանսավորել Ուկրաինայի կարիքները, այդ թվում ռազմական եւ պաշտպանական։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ Եվրոպական հանձնաժողովին խնդրել են հնարավորինս շուտ առաջարկել տարբերակներ, որպեսզի Ուկրաինան ժամանակին անհրաժեշտ միջոցներ ունենա պաշտպանվելու համար։ Russia should take good note of this. Սա պետք է լուրջ ազդակ լինի Ռուսաստանի համար։ Ուկրաինան կունենա անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար նաև մոտ ապագայում։ In the foreseeable future. Ուկրաինայի նախագահը, որը եւս մասնակցել է ԵՄ առաջնորդների երեկվա հանդիպմանը, ասել է, որ ռուսական ակտիվների հարցը Ուկրաինայի համար կարևոր է, քանզի դրանց մի մասը կարող են օգտագործել զենքի արտադրության համար։ Վլադիմիր Զելենսկին, ում ԱՄՆ նախագահն այդպես էլ չհամաձայնեց Թոմահոք հրթիռներ տալ, նաև ասել է, որ ուկրաինական բանակն արդեն տեղական արտադրության մեծ հեռահարության հրթիռներ է օգտագործում։ Մենք օգտագործում ենք Ուկրաինայում արտադրված հեռահար հնարավորությունները 150 մինչև 3000 կիլոմետր հեռահարությամբ, եւ սրանք մեր երկրի ամենաթարմ հնարավորություններն են։ Ռուսական զինուժը գիշերը հարվածել է ուկրաինական մի շարք շրջանների, վաղ առավոտյան էլ Դոնեցկին, նաև Խերսոնին, որտեղ կա 3 զոհ, ավելի քան 10 վիրավոր։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցել Ուկրաինայի արևելքում։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բելգորոդին, Մերզմոսկովյան Կրասնոգորսկին, որտեղ անօթաչում մխրշվել է բազմաբնակարան շենքի մեջ։ Կա 5 վիրավոր, այդ թվում 1 երեխա։ Այս թողարկմանը այս թեմաներն էինք առանձնացրել, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ազատություն.am կայքում օրվա լրահոսին կարող եք միշտ ծանոթանալ, գտեք մեզ նաև սոցիալական ցանցերում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով, հաջողություն։